Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանն ասել է, որ ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություն է։ Ինչպես կարող է Հայաստանը շրջանցել տարածաշրջանային ներկայիս ռիսկերը եւ դրանք վերածել տնտեսական օգուտի։ Տեսեք, ինչ խնդիր մենք ունենք։ Ժամանակին 1979 թվականին, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն եւ հետագայում տեղի ունեցավ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ կապված հայտնի process-ները այնտեղ սանկցիաներ դրվեցին Իրանի վրա ու այդ ժամանակ սկսեց աճել մի տերություն, մի պետություն Իրանի կողքը Օրմուզի ջրանցքից այն կողմ դա Արաբական Միացյալ Էմիրություններն էր այսօր Աբու Դաբի, Դուբայ, որոնք սկսեցին աշխատել, դառնալ ֆինանսական կենտրոն իրանական առևտրի եւ աշխարհի միջև։ Միացյալ Էմիրությունները օգտագործեցին այդ շանսը։ Այս պահին մեր հարևան բարեկամ Իրանը ունի խնդիրներ, բայց մեր բարեկամ Իրանը ունի աշխարհում երկրորդ կամ երրորդ նավթային պաշարը, ունի աշխարհում բավական լայն պաշարների հնարավորություն, հումքային առումով շատ լավ հումքային երկիր է։ Մեր երկիրը որպես ապագա արդյունաբերական զարգացող երկիր, որին մենք տանելու ենք այդ ճանապարհով, օգտագործելու է, օգնելու է եւ գնելու է Իրանից հումքերը, վերամշակելու է Հայաստանում եւ մրցակցային ավելի լավ պայմաններով արտանելու է, քանի որ իրանական հումքերը համեմատական ավելի էժան են լինելու, քանի որ բացի մեզանից, բացի սահմանակից երկրներից շատ քիչ երկրներ են գնելու։ Թույլ տվեք մի հատ հարցի շարունակությամբ եւս տարածաշրջանային սրացումների ֆոնին որքանով են արդյունավետ իշխանությունների արձագանքը անվտանգային այդ մարտահրավերներին եւ արդյոք սա համարժեք անդրադարձ է ստեղծված իրավիճակին։ Ճիշտ արձագանքեր մեր իշխանությունները, մանավանդ ես տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էր գնում Իրանում տեղի ունեցող process-ների, նաեւ մենք մի քանի նկար տեսանք, որ մեր իշխանությունը բավական լուրջ պարոն վարչապետը եւ պարոն ազգային ժողովի նախագահը լուրջ գործերով են զբաղված Իրանի վրա հարձակման պահին վստահ եմ որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխանները ավելի են լավացնում մեր երկրի վիճակը եւ նաեւ լայվի ընթացքում արտաքին գործերի նախարարին հարցումներ անել կիսատ էմոցիաներով ժպիտով տխուր դեպքերի հետ կապված բավական կօգնի ինձ թվում է մեզ մեր արտաքին քաղաքականության մեջ ապրել